Ինչ ես ուզում դու Ճապոնիայում տեսնես։ Տեսա որ նա չենք հավրեն գրածը Արարատ։ Ոնց հասկացա, կոմոդ շատ է travel fail-եր եղել, հա։ Հա, այդ ասма հայ ռեստորան ա եղել, իրան սպանել են։ Ժողովուրդ ջան չեք գնում այդ քաղաքը։ Հա, գագ ջան, բա ուր եք, հասել եք։ Ահա, էսի գնացք, հա, նստեմ տեսնեմ ուր ա գնալու։ Դες հեծանիվով եք գնում գալիս։ Ամեն մի ճամփորդություն սկսվում է առաջին քայլից, իսկ ամենահետաքրքիրները մեր ոդքասթից։ Ողջույն սիրելիներս։ Ձեզ է ձեր հավատարիմ ճամփորդական ուղեկիցն Էլիանան, իսկ այսօրվա մեր հյուրը մի մարդ է, ում ուղեղում քաղաքական ոդքասթները ծնվում են նույնքան արագ, որքան հաճախ իջնում են ինքնաթիռները Զվարթնոցից։ Ողջույն Նարեկ։ Ողջույն Լիանա ջան։ Arm Comedy հաղորդավար, սցենարիստ եւ վանիլային պաղպաղակի սիրահար Նարեկ Մարգարյանը։ Ոնց ես։ Ուզեցի շատ քո նման կրեատիվ հումորով քեզ ներկայացնել։ Մտածել եմ, մի անգամ տրամադրվեցի ճամփորդելուն, որտեվ այնտեղ Էյֆելյան աշտարակների գերկուտակում է եւ այլն, ամեն ինչ տրամադրում է, էլի։ Չեսի ոնց որ տեսել ես, չէ՞, մատրոշկաները ռուսական։ Այո, իրար մեջ են մտնում։ Okay։ Խոսքով տրամադրությունը բարձր է։ Հա, տպավորությունն է, որ հեսա պետք է գնանք Զվարթնոց, բայց չէ։ Հասկացա։ Իսկ եթե քո կյանքը լիներ sitcom, ո՞նց ես պատկերացնում, որ երկիրը, որ վայրը կլներ, որ առաջին նկարահանումը տեղի կունենար։ Որտեղ ես կուզենայի, որտեղ մի հատ երկիր կա, որ իմ այդ ցուցակի ամենավերևում է միշտ, որում տես փուչր վախտվանից շատ, հա, դա Ճապոնիան է, որը մինչև հիմա չի հաջողվել գնալ, բայց անընդհատ պլաններում կա, այդտեղ կարելի է ինձ թվում է շատ հավես բան ստանալ, որովհետև ինձ թվում է Ճապոնիան բացի այն մշակութային սախ պլաստը, որ իրանք ունեն, ինքը համել ամենամոտնա ուրիշ մոլորակ այցելելու experience-ին, ու դրա համար Ճապոնիան Ինչ ես ուզում դու Ճապոնիայում տեսնես օրինակ։ Լսի, այն որ խոսում են ռեգրեսիայի եւ ռեինկարնացիայի մասին, ես դες բաների իհարկե չեմ հավատում, բայց այս շանսը, որ ես ինչ-որ բայ ճապոնացի եղել եմ, իմ մեծ է, որովհետեւ ինձ համ լեզուն ես դες բարբերաբար սկսում եմ իրան սովորել, համ այդ մշակույթը ասես անտանելի գեղեցիկ է թվում, ու ասես անդադ ձգում է, չգիտեմ։ Իսկ ճապոնական հումոր ուսումնասիրել ես։ Հա, ինքը լավը չի։ Հիմնականում այն ճապոնացիները հումոր մի արեք։ Գրադարանի վիդեոները տեսել ես, որ ահավոր բաներ են անում ու իմաստն է, որ պետք է չծիծաղաս։ Ու շատ ահավոր բաներ են անում ու փորձում են չծիծաղալ, ինչը շատ ծիծաղալու է, բայց այն տեսակի իրանց հումորն էս բավականին բան է։ Տապորնի։ Հասկացա, բայց Ճապոնիայում մի հատ շատ հետաքրքիր ավանդույթ կա, նրանք տրանսպորտներում եւ նույնիսկ ռեստորաններում պետքա լուր նստեն։ Իրենց մոտ բարձր ձայն խոսելը, հա, այնպես որ մեր մշակույթից մի քիչ շատ տարբեր է, այսինքն դուք տարբեր։ Հա, գագ ջան, բա ուր եք, հասել եք։ Հա, այսինքն որ դու հայտնվես Ճապոնիայում, մի ձևից կտարբերվես, էլի մնացած նորմալ է նստել, հա, դե Աստված ստեղծել է ականջակալներ։ Այլ լուր նստել։ Հասկացա։ Իսկ եղել է ճանապարհորդություն, երբ որ դու ճանապարհորդության կեսից հասկացել ես, որ էսի քո ժանրը չի, ոնց որ դու ուրիշ ժանրի մեջ լինես։ Լսի, իմը չի եղել ճանապարհորդություն, որ շուտ բացասական բանով հիշեմ, вообще չի եղել։ Ինչ եղել է, ես միշտ իմ ժանրն է, հա, որտեվ ամենատարօրինակ բանն է, որ շուրջդ կատարվում է, մեկը ինչ որ հավես անցնում է, էլի։ Օրինակ որ գնացել ենք Մեքսիկա, տենց Լոս Անջելեսից նավով, ոբշեն գնացինք տես մի օրով, ոսից մի հատ փոքր քաղաք ենք գնացել, շատ Բախա էր կոչվում, ու այդ ճանապարհին սենց մեկ էլ տեսա որ մի հատ շենք հավրեն գրած է Արարատ, դες պատկերացնես Մեքսիկայի այն ոչ մի տեղում, էլի, սենց փոքրիկ գյուղ։ Բոլորս Ասում պատկերացրեցին։ ինչի՞ է գրած Արարատ, ասում հա, դա ասում հայ ռեստորան ա եղել, իրան սպանել են։ Ասում եմ օքեյ, ասում եմ շատ են, հա, այստեղ вообще բոլորին սպանում են։ Հետո ասեց, բա այդ քաղաքը որ գնում եմ, ասում եմ դե այնտեղ սենց է։ 8-ից հետո բոլորին սպանում են։ խորհուրդ ա տրվում գնալ հյուրանոց ու դուրս չգալ։ Բայց միջև 8-ը ինչ ուզում ես արա։ Նարեկ հիշացնես այդ քաղաքի անունը, որովհետեւ մենք ժողովուրդ ջան չեք գնում այդ քաղաքը։ Չգնում եք, հավես։ Մենք դες շատ կարճ այդ կրուիզով տուր ա, որ ասես մի հատ իջնում եք, ընդ մի հատ շատ ծիծաղալու գեյզեր եք տեսնում, բայց ամենախնդալն էր, որ մենք մտանք նաև այդ տոնավաճառը, այդ Բախայի, ու ինքը
մեր Բանգլադեշից տարբերվում էր մենակ նրանով, որ մի քիչ ուրիշ սուվենիրներ էին տենց են կամախքները բան մեքսիկական, բայց այն մթնոլորտը մնացածը սենց ոնց որ մեր Բանգլադեշում լիներ, սենց ոչինչով չէր տարբերվում։ Իսկ դու ամենտեղ ուզում ես հայկական մշակույթի ինչ որ մի մասնիկ գտնես։ Հնդկացիների հետ ապարեցինք այնտեղ, մի հատ վիդեո արեցինք, Մեքսիկայում հնդկացիների հետ ապարեցիք։ Հա, հնդկացիների հետ ապարեցինք, այդ վիդեոն այնպես շուտ սկսել էինք, ոչ մի ռեակցիա, մեկ էլ ինչ որ մի տարի հետո ինքնից վիրուսային ընկավ, չգիտեմ ոնց, ինչ որ մի քանի միլիոն դիտում էր այդ վիդեոյի տակ, ոնց ենք մենք ստեղ կարա դինա այդ վիդեոն, այստեղ։ Դժվար գտնենք, դա տարիներ առաջ էր, հա, հա։ Արդեն վիրուսով։ Ինչ որ անկապ է ջերկցա։ Հասկացա։ Մի խոսքով մնացած առումով շատ միջև ժամը 8-ը։ Լավ քաղաք է։ Ոնց հասկացա, կոմոդ շատ է travel fail-երը եղել, հա? Տենց ինչ որ կպատնես մի Ես փոքր։ ոչ մի բանին որպես fail չեմ նայում։ Հա, որովհետև մենք վերջում դա կասենք fail-էր, թե ինչ եղել է, հետո կոմոդ ոդկասթում պատմելու հնարավորություն է, հա։ Իմը аэропортում ա եղել fail, երբ որ այդ ժամանակ ուսանող էի ու Ամերիկայի մի քաղաքից թռնում էի թռնում էի, գիտես որ էի թռնում Թենեսի նահանգում, Մեմֆիս քաղաքում կա Elvis Presley տուն թանգարանը Graceland-ը, որը տենց շատ ուզում էի ուսանող ժամանակ գնալ։ Ու հիմա տենց ոնց էր գնում եմ դեպի իմ երազանքը, ես էսենց բակերով բան, սենց Elvis-ոտ ու մայկա էի հագել Elvis-ի նկարով, ու որ անցնում եմ այդ բանը, մեկ էլ ասում եմ դուք զենք ունեք ձեր ռյուկզակի մեջ։ Թանգարանի մուտքից առաջ։ Չէ, բան դեռևս թռնում եմ այդ քաղաք։ Հա, аэропортում, ասում եմ դուք զենք ունեք, ասում եմ ես չեմ կարա զենք ունեմ, բերեմ ռյուկզակը, ասում եմ ձեռդ մցրեք այդտեղ, ձեռս մտնում եմ այդտեղ, ասում եմ հանի, ու հանում եմ ու գիտակցելով արդեն հանում եմ ինչի մասին է խոսքը։ Ես ունեի, չգիտեմ, դու տեսել ես նինջաների մասին կինոներ։ Տեսել եմ։ Սյուրիկենը գիտես որն այն զվյոզդիչկի։ Հա, տեսել եմ։ Որ գնացել էի Ամերիկա, խանութում տեսել էի, առել էի շատ սիրուն sense։ Որպես հուշանվեր։ Հա, հուշանվեր էր, ինքը զենք չէր։ Դրել էի դե ու լրիվ ամիսներով մոռացել էի, որ ինքը այդտեղ է։ Մեկ էսի հանեց, բայց ես պետք է ոչ մի թռիչքից հանենք ու սկսեց դες ձևակերպել ոստիկան, կանչեց այս ոստիկանը եկավ ու ես էլ իրան ասում եմ բան էլի որ էսի սուվենիրա բան ոչ մի բան չի ասում, ասում եմ գնում եմ Մեմֆիս, որ Elvis-ի տունը տեսնեմ բանման, ու ես ոստիկանը ասես լրվեց մի պահ ու ասեց son, just because I like Elvis and he's an American hero, I'm gonna let you go. Որտեղ պարզվեց ինքն էլ ֆանատ, հա, ասես դե օբրազով բռնում է, հա։ Հետո որ եկա հետ Հայաստան, տենց մի տարի անց տուգանք ստացա, որ պետք է վճարեի, տենց չեք Հայաստանում չեք ճարել շատ պրոբլեմատիկ է, չեք դուրս գրեցի $200 ուղարկեցի տենց մի խոսքով։ Բայց ամեն դեպքում էլի հետաքրքիր վերջացավ, քո պատմությունը։ Հետաքրքիր վերջացավ, հա, տես հիմա կարող եմ պատմեմ։ Կան էլի պատմություններ։ Ես ուզում եմ ինձ հետաքրքիր, ես ուզում քեզ լսեմ, ամեն մեր ոդկասթը կակրաս կհավատաս իմ բագաժը չեն կորցրել ոչ մի անգամ։ Կարամ ես ասեմ։ Բայց մի ասա, կարի հետո դու զանգել ես ասես, որ այդ ոդկասթից հետո իմ բոլոր բագաժները կորում են։ Անznապես տենց ուրիշ բաներ չի եղել, հա, եղել է ինչ ուշացել են թռիչքից։ Ընդհանրապես։ Բայց դա լավ շատ լավ բան է, Վիեննայի аэропортում սիրուն դուրս ես գալիս քաղաքն ես տեսնում բան։ Շատ լավ էր, կարելի էր լրիվ չուշանալ, հա։ Նենց որ այդպես բաներ կան։ Բայց ես քեզ ուզում եմ պատմել, ես վերջի մի 5 տարվա ընթացքում բացահայտեցի նոր տեսակ ուղևորության, արի դա տենց անվանենք, այդ սպորտային ուղևորությունն է։ Ես գրվում եմ տարբեր քաղաքներում, երկրներում մարաթոնների, վազում եմ ու տրիաթլոնների։ Հիմա մենք pre-interview ենք անում, դու հարցրեցիր տրիաթլոնի։ Հիմա նույնիսկ հարցեմ ինչ է դա։ Տրիաթլոնը 3 սպորտ է՝ լող, հեծանի, վազք։ Կա այսպես կոչված Ironman դիստանցիան, որը երբ որ դու հաղթահարում ես այդ դիստանցիան, քեզ ասում են you are an Ironman, բան։ Ինքը երկար է շատ այդ դիստանցիան, 4 կիլոմետր լողում ես, հետո դու ես գալիս նստում ես հեծանիվի վրա։ 180 կիլոմետր հեծանիվ ես քշում, իջնում ես հեծանիվից ու 42 կիլոմետր վազում ես մարաթոն։ Իսկ դու շփոթեցիր բառը, դու Ֆորտ Բոյարն էին մասնակցում։ Ֆորտ Բոյարը մանկական ինչ որ խաղ է դրա համեմատ։ Ինչն է քեզ տիպում, որ տենց կտանքների քեզ հետ ներկայացես։ Դու կարաս դա անես, թե չէ, ես դրա մասին շատ լավ հիշում եմ։
որ կարդացի տարիներ առաջ ինչ-որ Մոսկվայում ժուրնալի մեջ, որ կա տենց ինչ-որ Ironman տրիաթլոն, ուզում եմ տոցի գիժեք դուք ասենք ոնց է դա вообще հնարավոր էլի, որ պատկերացնես, ասենք դա կարա, չգիտեմ, 10 ժամից մինչև 16 ժամ տևի էլի non-stop։ Ու հետո որ տենց սկսեցի վազել, բան, տենց արդեն մարաթոն վազեցիր, արդեն հետաքրքիր չի, բա դալշ ինչա մարաթոնից հետո, ոնց է միանգամից էտա իհայտ գալիս։ Ու մենք ունենք այդտեղ խումբ Try Club-ը Երևան, որտեղ իմ նման գժեր կան, տենց մի 30-40 հոգի։ Ու մենք մարզում ենք, բայց հավեսը որն է, Ձերոնք շատ են։ Հա, ինքը կազմակերպվում է շատ տարբեր երկրներում միաժամանակ, դու ընտրում ես տարվա մեջ այն ռեյսերը, գրանցվում ես։ Այս տարի որ երկրներն են։ Այս տարի ես պետքա Ավստրիայում անեի, բայց մի տարի չմարզվեցի, տենց հաստատա, որ չեմ հենց Շապոնիայում մարաթոն կա, հեսա դրանը կգան, գետի, բայց ընդ լոտերիա է։ Մի խոսքով, այս տարի ոնց որ թիմը գնում է Իտալիա, ես չհասցրեցի գրանցվեմ, որովհետև շատ արագ է սպառվում բաները։ Ես երևի մեր հարազատ Սևանում եմ անելու, այնտեղ էլ մենք ունենք մեր հայկական տրիաթլոնը, բայց մյուս տարի ուզում եմ Օմանիցը տենց սկսեմ ու մի հատ տենց մեծ ռեյս ընտրեմ, որին պատրաստ եմ։ Բայց այն թույլ է տալիս, որ դու լիքը երկրներ տեսնես։ Ես այդպես օրինակ երբեք չի խելագարվում Բերլին գնալու համար, բայց Բերլինի մարաթոնը աշխարհի top 6 մարաթոնների մեջ է ու գնացի, սիրահարվեցի, շատ դուրս եկավ, որ զրո ակնկալիքով է գնում ճիշտն ասած։ Ու հավեսը որն է, որ դու տենց այն ամենաքաղաքի կենտրոնով ես վազում, մանրամասնագույն ձևով, ուսումնասիրում ես բոլոր տաճարները։ 2 ժամ դու տես սաղ տեսնում ես, հա, տանջում ես, միանգամից 50,000 հոգի է հետդ վազում։ Իսկ ընկերանում ես մարդկանց հետ, հա, որ հետո կապես պահում։ Մարդկանց հետ շփվել, բան, հա, օրինակ Իսկ վազելով ես շփվում, թե։ Հա, այս վերջի կիսա մարաթոնը Ռասալ Խայմայում էր։ Այնտեղ էլ տենց վազում էինք, մարդկանց հետ շփվելով, ասենք շատ թեթև հավես, մի խոսքով էտա։ Հիմա այդ 6 մարաթոններից մեկը որ համարվում է տենց տոպը, մեկը Տոկիոյում է, բայց շատ ուժեղ մրցակցություն է։ Լոտարիայի սկզբունքով անտրվում, հա դու հայտը տալիս ես։ Հիմա ես ուզում եմ Տոկիո տամ, Լոնդոն տվել եմ։ Մեկը Լոնդոնում է, բայց 800,000 թե 1 միլիոն հոգուց ընտրում են 50,000 հոգի էլի։ Հետաքրքիր է մեր ունկնդիրների մեջ կլինեն մարդիկ, որ այդպիսի մարաթոնների մասնակցում են, թող մեկնաբանություններում նշեն, որ կարող է դու գտնես քեզ մտերիմ ինչ-որ մարդ, միասին մեկնեք։ Հա, գտել եք կազմակերպված, հա, բայց եթե մարդիկ կան, որ ուզում են գան մեզ միանան, Try Club Երևան, սիրով միասին մարզվում ենք, պատրաստվում ենք, տենց ճիշտ կառուցում ենք, որ ինքը հեշտ անցնի, տենց չմեռնես ընթացքում։ Հասկացա։ Լավ, Նարեկ ջան, դու ինչ ձևի ուղևոր ես, հա? Ավելի շատ պլանավորում ես քո ճանապարհորդությունները, թե մեկնում ես ինչ-որ վայր, ասես, ահա, էսի գնացք, հա, նստեմ, տեսնեմ ուր է գնալու։ Չէ, ես երևի ավելի շատ պլանավորում եմ, որովհետեւ սպոնտան չի լինում։ Դե ուր որ գնում եմ, կան այդ արդեն մտքումս են top 10 տեղերը, որ պետք է գնալ, կարող է ընթացքում ինչ-որ բանել տեղում իմանաս, բայց հիմնականում ես գիտեմ ինչ եմ այդտեղ հայտնվել, էլի։ Ու մաքսիմալ այն որ հասցնում եմ, էլի, նես ճիշտ եմ պլանավորում, որ էս էլ հասցնեմ, ու հետո ինձ թվում է միշտ պետք է նես պլանավորել, որ մի շաբաթ այդ սա հասցնես, հետո մի շաբաթ ուղղակի վերնես լողափում, հա, ու ոչ մի բանի մասին չմտածես։ Հանգստանես։ Իսկ իր որ դու միշտ քեզ հետ վերցնում ես, բայց երբեք նա քեզ պետք չի գալիս։ Բայց դու միշտ մեկա դա քեզ չի խաթարում որ վերցնես։ Բոլոր ռազետկաների պերիխադնիկ կա, որ ամեն ինչ բոլոր ֆորմատները կա։ Այ դա միշտ վերցնում եմ, հետո հասկանում եմ, որ դա ինչ-որ Type-C-ով մեկա զարյատկա ես անում, ինչ որ պետք է, ու ինքը տենց արդեն հին բան է, էլի մեր կյանքում։ Հասկացա։ Իսկ եթե քեզ հնարավորություն տրվեր, հենց հիմա անվճար ինքնաթիռի տոմս տային, բացի Ճապոնիայից, հասկացանք, Ճապոնիան հանում ենք։ Որ երկիրը դա կլիներ։ Ես գիտեի, որ դու ասել ես Ճապոնիա, իսկ Բելա, Իտալիա։ Իտալիան ես պրոստը հա, իմ սերն է Իտալիան։ Իսկ Իտալիա որ քաղաքները։ Ես եղել եմ Հռոմում, Վերոնայում, բանում, Վենեցիայում։ Հռոմ, Վերոնա։ Հա, շատ չեմ եղել, էլի, հենց տենց լիքը գնալու բան կա, էլի, Միլան բան։ Նենց որ Անպայման գնա Պորտոֆինո կամ Ամալֆի այդ կոստի հատվածը, հաստատ քեզ դուր կգա։ Իսկ լավ, մի պահ պատկերացնենք, որ դու Իտալիայում ես ու իտալացու վայբով ես ապրում, ու ինչ ես քեզ պատկերացնում, որպես
բարմեն, որպես ռեժիսոր, միգուցե մաֆիայի ներկայացուցիչ։ Ժաննոց խոհարար կլինեի։ Չէ, մաֆիա չէ։ Ժաննոց խոհարար կլինեի, չէ։ Յանց իրիկուններն է գիտար կնվագի ինչ որ միտեղ, բայց ժաննոց խոհարար կլինեի, որովհետև այդ փորձը ունեցել եմ, ուրեմն այդ ուսանող տարիներին work and travel-ով ամերիկյան փոքր իսկան քաղաքում իտալական ռեստորանում էի աշխատում, սիցիլիացի ընտանիքի տենց ընտանեկան ռեստորաններ, seafood ու իտալական։ Ու բարձվեց ես տաղանդ ունեմ պատրաստելու, որը ես չգիտեի, բայց sense ձեռս ինչին կպնում է շատ համովալնում։ Դրա համար ինձ թվում է այդ սկիլերը կարելի էր Իտալիայում տենց Իրարը։ Իսկ ո՞ղ է դա Իտալիայից էր, քանի որ դեռ Իտալիա այդ ժամանակ հենց չի եղել, բայց Իտալիան որ sense ընկա, էս մերոնք են, լեզուն, բանը, sense սկսեցի գնալուց մի քանի շաբաթ առաջ դες Duolingo-ով սովորել, sense այսինքն իտալերեն կարում ես background-ն է։ հասկանալ։ Կարում եմ 40 րոպե խոսամ իտալերեն։ Կարող է հիմա podcast-ը սկսենք իտալերեն։ Sì, come no։ Ու մարդիկ հասկանում են մի խոսքով ինչ եմ ասում, բայց հիմա ուզում եմ տենց մի քիչ պարապեմ, որ նենց ինքը մի քիչ այդքան ամոթ չլինի, էլի, որովհետև այն բառերը որ չգիտես, տեղը կամ անգլերեն կամ իսպաներենն եմ մտցնում, որ տենց չլինի, էլի, տենց։ Իսկ Իտալիայում ինչ որ հումորային ինսայթներ եղել են, որ հետո դու Իտալիան պրոստը վերցնում ես սուրճը, նստում ես կաֆեում ու շոու է։ Ցանկացած տեղ, որովհետև նստած ենք հա միտեղ, բայց երկու մատուցողներ նախ մեր պիցցան տենց շուտ չէին բերում, այդ կոլիզիեի 7 մի հատ տեղ էր մոտիկ շատ։ բոլոր մասսայական տեղերը սպասարկումը վատն է։ Ու մեկը իրան կռվում են ու դու նայում ես այն որ այն ամենա Պիրիգրովկայով sense թատերական ներկայացում ասում, «Բանը կես տավելը, իրար վրա sense բաներով, կռվեցին, բան, sense մեկը նեղացավ գնաց, հետո եկավ ինչ-որ բան արեցին, 5 րոպե հետո ծիծաղում են իրանք, բան, ու այդ ամենը sense դրամա է, բան, Nostra pizza, բան, sense ինչ-որ փորձում ենք բացատրել, հա, բայց մեկը նոր հիշեցին, որ դու вообще տենց ինչ-որ եկել էիր, ինչ-որ բան էիր պատվիրել, այդ ընթացքում sense իտալացի է իջնում, որը տենց Ռոմի կենտրոնում էլի, sense պլավկիներով էր մենակ Բոբիկ, sense ամբողջությամբ մեր sense պլավկիներով իջավ իր գարեջուրը վերսես, բան, պրոստը sense նայում ես ու կայֆ ես ստանում այդ երկրից էլի, ու sense իրանց ամեն ինչը ինձ շատ դուր է գալիս են։ Երկրորդ հարազատ տեղն է, որ միանշանակ կապրել։ Ինձ թվում է ստենդափի նյութեր էլ կարող ես Իտալիայից վեր, իսկ որ երկիրը, օրինակ իսկական ստենդափի սցենարի բաց Իտալիայից sense համապատասխանը։ Ամեն ակնհայտը вообще երկիրը չէ, ինքնաթիռն է։ Ինքնաթիռը, որ անընդհատ ստենդափի բաներ է տալիս, ու մեր հին ներկայացումներում հաստատ այս տարբեր կտորներ արել են, բայց ամենաթարմերից էս որ Պրոստը sense okay, ինչա կատարվում էլի, sense մարդ նստեց, Երևանից նոր պիտի թռնենք, էլի։ Ոնց մարդ նստեց, sense սիրում իջացրեց այն դիմացի sense բանը, սեղանը, հանեց իր նոթբուքը sense դրեց, բացեց ու միացնում է դոգի վիդեոն, sense ինքնաթիռի մեջ։ Առանց նաուշնիկ, հələ չենք թռել։ Play-ա տալիս, sense բարձր նամը, սա ինքնաթիռով լսվում է։ Ու մենք sense նայում ենք, okay, ինչ որ բանի հնչելու է այն բառը, որը հնչելու է։ Ու sense ինքը как ни в чем не бывало, sense նայում է, բայց մեկի բնական այդ բառը հնչեց, ծուր ռեակցիա, մնում է պոպկորն վերցներ, բան, երկրորդ բառը հնչեց։ Ընկեր ջան, կարող է նաուշնիկ ունես, բան, մեկի ինքը sense ոնց էր վեր թռավ, էլի, sense նոր զգաց, որ հա, ստեղ էլի մարդ կա, վայ, կներեք, հա։ Շարունակեց իր դոգը նայել։ Այ դու Ֆինլանդիայում ես եղել, իրանք շատ միձևի սառը լրակյաց մարդիկ են։ Պատկերացնում ես դու դες ստենդափ անես ու ոչ մեկ ոչ ծիծաղա, ոչ ծափտա, քո ռեակցիան։ Ինձ թվում է այնտեղ շատ տես նեղ շրջանակներում այդ, որտեղ իրանք շատ սառն էին։ Հա, օրինակ տես այդ տուր գնացինք սկանդինավյան երկրների, Էստոնիա, Ֆինլանդիա եւ Շվեդիա։ Որը հավանեցի։ Ճիշտ ասեմ, բացարձակ չհավանեցի, բացի իրանց գրադարանից։ Մարդկանց չես հավանել։ Գրադարան չէ։ Ես բան չեմ տեսել, ինքը նախ գրադարան չէր մեր պատկերացումով։ Ժամանակակից մի հատ շենք էր, որի մեջ կար ամեն ինչ, որ մարդը կարա զբաղվի։ Հա, կոպիտ ասած, կարի մեքենա կար, եթե ուզում ես գնաս կարես, 3D printer կար, եթե քեզ պետքա տպել։ Ձայնագրման ստուդիա կար, եթե քո ռոք խումբը ուզում է երգ ձայնագրի, կարա գնաք բան անեք։ Ու գրքեր խաղեր, բան, ինքը sense ժամանցային sense կենտրոններ, որտեղ ամեն ինչ կա, ու տենց հա, էլ ասենք ռոբոտները գրքերը բերում էին sense հավեսը շատ ժամ։ Մնացած առնում ոնց որ Ռուսաստանի տենց այն միջին քաղաքներից մեկը ելներ, էլի։ Հա, մեկը շատ գժանոց Հելսինկի, գժանոց սուպ էին մեկել տալի այդ իրանց ձկից։ Այդ ֆանտաստիկ էր, բայց մնացած առնում ոնց որ տենց շուտ մենյոտ ինչ որ մնացած տեղ էր, էլի։
բայց ինչի սիրտս նշայեց, այդ Շվեդիան էր, Ստոկհոլմը, որը էլի տենց ես տես մեծ բաներով չեմ, ես իմ տոպ երկրների բան ունեմ, ինչպես բարձեցին, ես որսես գնացի, եւս մեկ երկիրը հաստատ հետաքրքիր կլինի, բայց էլի համ այն ամենալավ ամիսն է օգոստոսն է, էլի, ինձ որ քիչ թե շատ տաք, հա, համ քաղաքը անհավանական գեղեցիկ էր, էլի, տենց ակուրատնի սիրուն, բան, մարդիկ սիրուն, չգիտեմ, ասած հրաշ շվեդուհիները։ Հա, շատ, ասած ամեն ինչը շատ էսթետիկ սիրուն, ու ես փոքրուց Աստրիդ Լինգրենի ուղղակի ասես ֆանատ եմ, էլի, մեծացել եմ Կարլսոնը տանիքի վրայով, այդպես միլիոն անգամ կարդացած այդ իր սաղբան, այնտեղ կա թանգարանը դե Աստրիդ Լինգրենի, որը այդպես մի քիչ ավելի երեխեքի համար էր, բայց ասես գնացի լրիվ կանգնացնես։ Հա, ասես լրիվ ընկնում ես այդ մանկության մեջ, ինքն շատ կոկիկ սիրուն, թեև մեծ չի սարքած, մի խոսքով, այնտեղ ասես մեծ տարածք էր, որտեղ բոլոր թանգարանները եւ պատմական շուտես վիկինգներ, բան եւ Աստրիդ Լինգրեն եւ ատրակցիոններ, ամեն ինչը տեղ էր, էլի, այդտեղ կարող ես գնաս մի 3 օր հանգիստ հյուրանոց վերցնես ու մնաս։ Դուրս չգաս, հա, այդ տարածքից, բայց այդ ամեն ինչը դու ստենում ես այնտեղ համերգային ինչ-որ եռացող կյանքը, տեսնում ես թաթերական դե բարձր չես հասկանա ներկայացումը, բայց շատ sense ոնց որ այն կուլտուրնի կյանքը այդտեղ գերում էր։ Ու ժամանցի հետ համադրված է։ Հա, հա, ու ֆանտաստիկ էր ուղղակի։ Ու հետո այդ հնարավորությունը, եթե ինչ-որ մեկի մոտ լինի, որ Ստոկհոլմից Հելսինկի այդ նավը պարոմը տանում է, ահա, այդ երևի աշխարհի ամենասենց իմ տպավորությունների մեջ ամենագեղեցիկ բաներից էր, որտեղ դու այդ այդ ֆյորդերով սենց անցնում ես ծովով, ահա, ուտեղ երևի միլիոն հատ կղզի է քեզ շրջապատում, այ այսքանից միջև շատ մեծ, ու այդ կղզիների վրա այդպես կոկիկ ինչ-որ մի հատ տուն է, բան, ինչ-որտեղ կարող մի հոգի մարդական, դա շատ մոտ է, հա, ուսես դուրս էինք եկել, ու տենց ուղղակի վայելում էինք, էլի, որովհետև շատ գեղեցիկ էր, դու սենց անցնում ես չեին վերջանում այդ կղզիները, ու դու նայում ես ինչ հետաքրքիր է, ինչ որ մեկը, ասենք, դաչա ունի, էլի այդ կղզին, որտեղ ինչ որ քաղաքից մի 5 ժամ նավով պետք է գնա, ու դու պատկերացնում ես այդ կյանքը, ու շատ կայֆ էր։ Ես արդեն պատկերացրեցի, ասում եմ այդ կադրերը ստեղ կերևա ու կտեսնեն, այո, ես կգնամ, ապա մենք քո խորհրդին կհետևեմ։ Իսկ նայեք, այսքան շատ ճանապարհորդություններից հետո ի՞նչն է քո մեջ փոխվել որպես մարդ, որպես սցենարիստ, որպես հումորիստ, ինչ ես դու փոխվել Նարեկը միջև ճանապարհորդությունը եւ Նարեկը հիմա, այսքան ճանապարհորդությունից հետո։ Լսի, ճանապարհ։ Այս մի քիչ ֆիլիսոփայական հարց է, դե հումորին չպատասխանես, Նարեկ։ Ոնց որ ստեղծագործական ցանկացած աշխատանք, իսկ այդ երբ դու վերցնում ես տպավորությունները ու իրանց վերամշակում ես ինչ որ մի հատ story, հա, լինի դա stand-up-ը, լինի դա ֆիլմը, լինի դա sitcom-ը, լինի դա arm comedy-ի հերթական թողարկումը։ Ու ինչքան դու քեզ բացում ես այդ տպավորություններին, այնքան իրենց շատ ես հավաքում ու կարողանում ես քո ընտրությունը ինչ որ Իսկ դու սկսել ես ավելի շատ քո զգացողությունների հետ աշխատելով։ Ինձնով անցկացնեմ, հա։ Մենք ուզում վերլուծենք ինչ է տպավորություններ, եկեք։ Այսինքն պետքա դու զգաս, որ տպավորություն տաս։ Պրինցիպի միշտ գալիս են, էլի, այդ տպավորությունները, հա, լավ, վատ, բայց միշտ լինում է ու այդ հետո չգիտես երբ, չգիտես որ դրվագում, բայց մեկ էլ էս մի հատ հա, էլի, օրինակ սցենարեր, որի վրա աշխատում էինք, այնտեղ տես պետք էր Անգլիա տալ ու ես հիշեցի 2008 թվին եղել եմ Անգլիայում, Լոնդոնում եմ եղել ու Լիվերպուլում եմ եղել ու այդտեղից ինչ-որ բաներ հիշեցի, հա։ Ունեք ինչ սցենար վերցրեցի, լպատվի։ Ինքը տենց ոնց որ այն ինչը պետք է գրենք, ոնց որ Անգլիայի հյուրանոցում տեղի ունեցող մի հատ պատմություններ էլի ու ոնց որ այն չգիտեմ, հավաքարարը, այն ինչ-որ ընդհանուր ատմոսֆերան այդ անգլիական հյուրանոցի, ես կարողացա այդտեղ օգտագործել էլի, բայց այդտեղ խնդալու պատմություն կար, որ ես խե գնացի Լիվերպուլ, դե այնտեղ դե Beatles-ի քաղաք չէ, Beatles-ն երաժշտական իր բանի համար է գնացել, բայց բացի դրանից այդտեղ ոչ մի համերգ էր, ես էլ ասպիրանտուրայում եմ սովորում այդ տարիներին, համերգ էր, որտեղ Elvis Presley էլ ջոկեցի էլի, ես մեծ ֆանատ եմ, իր original խումբը, բոլոր back վոկալիստներով նվագող բոլորը կենթանի նվագում են էկրանի վրա, ինքնա ձայնը իզոլացված, այսինքն կենթանի համերգա իզոլացված այդ ձայնի ու պատկերի հետ։ Ինքնս տուր էր սա աշխարհով ու ես ասացի դե հա, համ Լիվերպուլ կգնամ, համ ոչ մի բան։ Ու գնում եմ այդտեղ։
ու ես բարձր դրանից էլի аэроպորտում սենց паспорտը տվեցի, եմ որ հարցնում եմ, բայց ձեր IT նպատակը ու ես սենց բան հումոր անելով ասում եմ գնում եմ Elvis Presley-ի համերգին, ու սենց եմ որ այսպես քար դեմքով ինքը մահացել է։ Այս գիտեմ։ Ոնց ես գնում ու դες տիպած արդեն բան էլի չանցավ, բայց եմ որ մտածում ես անգլիական հումոր բան չէ։ Բայց ես լավ ասում եմ, լրիվ քար էլի տամոժնիկների հետ հումորը չի անցնում։ Բայց դա էլ շատ հավես բաներ, Beatles-ի թանգարանը շատ immersive, sense փորձա այդ cover-ը տեսնել, որտեղ իրանք նվագել են դեպի միանշանակ այդ նույն տեղը չի, մի խոսքով sense բաներ էլի։ Հետաքրքիր vibe-էր։ Հա, դե այդ բանը դե ես բրիսում եմ սովորել, պատկերացնում ես, չէ, ինչքան են տոպիկներ ենք մենք անցել London is the capital of Great Britain։ Հա, բայց Բոլորի առաջին նախադասությունը դա եղել անգլերենի House of Parliament բանման, այս սախտես անգլիզ արված կյանքում չես տեսել, ու այն որ դա բաներ էլի, турքեր այդ բաները, օքեյ, վերջապես տենամ, որտեվ այսքան անիմաստ սովորել ենք էլի այս ամեն ինչը։ Շատ է, իսկ որ Big Ben-ը տեսար, ինչ սկսեցիր մտածել, ինչ էմոցիաներ անցավ։ Դե միլիոն անգամ տեսել ես էլի իրան, որ ասեմ Բայց ասա իրականում սիրուն էր։ Դե սիրուն է, հա, ոչ չեմ սպասում որ սիրուն չի լինի, բայց օրինակ Tower-ի այդ բաները, Սակրովիշյաները, հա, այդ ամեն ինչը տենց վաու էր իսկականից։ The British Museum-ը, ես որ գնացի, ուրեմն Անահիտին էի դե մեր հայկական բան, գնացի ու պարզած փակ է հենց այդ կտորը, որտեղ Անահիտը դրած է, փակ է, ու ես մոտեցա բան ասեցի, ես Հայաստանից եմ բանման, իմ համար բաց թողեցին, ես մենակ ինձ թողեցին, մտա, ու այն ժամանակ տակը գրած էր Անատոլիա, ոչ թե Արմենիա, տենց ինչ բաներ, թեպետ հետո լսել եմ, որ փոխել են ինչ-որ տարիներ անց, բայց դե հիմա տենց բերեցին մեր մոտ էլի ցույց տվեցին։ Հա, մի հատ տենց ուրիշ բան եմ ունեցել, փորձել եմ ունեցել եմ Մեմֆիսում, այդ Elvis-ի քաղաք, ինքը համել ոնց որ բլյուզի մայրաքաղաքն է, բլյուզ երաժշտությունը, նաև այդտեղ է էլի ծնվել, ու սենց փողոցով քայլում ես, ինքը շատ երաժշտական, ամեն քաշմերուկին ինչ-որ խումբ է նվագում։ Կենթանի։ Հա, ու այդ ցանկացած խումբ, այդ լավագույն խումբն է, որ դու քո կյանքում լսել ես, էլի, շատ տաղանդավոր, սենց ամեն ինչ սկսեց, որ аэроպորտում իջանք ու բագաժին ենք սպասում, այնտեղ մի հատ տղա էր սենց գիտարի բանը վերցրեց, սենց թխթխկացնում էր, ես հետը մոտեցա, սկսեցինք երգել բան, ու քանի սպասում ենք բագաժին, սենց մի երկու օքեյ մեզ միացավ, ու սենց մենք համերգ ենք տալիս, էլի։ Իսկ փող չաշխատեցիք։ Չէ, բայց այդ հələ պրոստը аэроպորտներ էլի, ու հենց аэроպորտում սենց Elvis-ի, BB King-ի արձաններն են, բան, սենց ինձ արդեն տրամադրում այլ դու ուր ես եկե։ Մի խոսքով որ գնացի այդտեղ, ուրեմն կա այս նոր ֆիլմը, որ դուրս եկավ Elvis-ի մասին, եթե տեսել ես, այնտեղ հենց այդ խանութը լավ կա, որ ինքը գնում է, ուզում է տենց գունավոր, այսպես ասած, սևամորթների բնորոշ շոր առնի, որը սպիտակամորթները այն թվերին չէին հագնում որպես կանոն, ու այդտեղ տենց BB King-ն է գալիս, որ ինքը այդ խանութում է, այդ խանութը կոչվում է Lansky Brothers, ու տենց այդ բաներից է էլի, որ տենց այստեղ Elvis առաջի երգն է ձայնագրել, իր տունն է, այստեղ չգիտեմ, կանգնել ձեռով արել բան։ Ու այդ գնացի այդ Lansky Brothers ու արդեն sense փակվելու ժամանակն էր, sense շատ ուշ հասա։ Ու մեջ մի հատ պապիկա բան, sense ձեռով ման, ասում եմ կլինի, ասում եմ մի հատ բան առնեմ, էլի ձեր խանութից շատ արագ, ասում եմ ձեզ բան չեմ անի, sense ասեց օքեյ, sense բացեց դուրը, ես մտա շուտ գնացի sense առաջի պատած t-shirt-ը վերցրեցի sense կասա, այս պապին քանի sense անցկացնում է, sense Աշկերտս ընկնում է վերև, նայում եմ Lansky-ն է Elvis-ի հետ է սախ այդ նկարները կպցրած է այդ խանութում, նայում եմ այս պապիկին, նայում եմ վերև, նայում եմ այս պապիկին ու ջոնում եմ որ ինքն է, ասում եմ are you him man, հա, ասեց բան, ու տենց հետս նկարվեց բան, թե պատմություններ պատմեց, այդ Ամերիկայի մանավանդ հարավը տենց շատ sense մարդկային մի քիչ հայավարի sense ջիգյարով վիճակա, հա բան, հա, այդ տարի համել Կատրինան էր։ Քիշես Կատրինան։ Ուրագան Կատրինան, որ Լուիզիանա բան սա հարավիկ է։ Ոչ իմ ես որ պետք է թռնեմ արդեն այդտեղից հետ, մի նահանգ ենկոմ սկսում է Կատրինան։ Նու մեր մոտ տենց ուրագան չի, բայց շատ վատ եղանակ է, մեզ տենց սպասացնում են, ասում են դե կարող է չթռնենք, բան, տենց շուտ գնալը վատանում է։ Հետո տենց եկավ ասեց նստեք։ Ինչ կլինի։ Հա, եթե հիմա չթռնենք, հաստատ էլ չենք թռնելու ու թռանք, ու գնում ենք տենց շտորմի մեջ ենք, էլի, sense կայծակները շատ մոտ խփում են, sense նայում ես, խփում, բայց դες ոնց որ գիտես, ոնց որ բոլորի մոտ sense լարված վիճակ է, բայց դες պանիկա չկա,
Մինչև sense մի հատ շատ մոտ sense ուղիղ կողքը ինքնաթիռը չխփեց ու մի հատ կողքը սևամորթքիներ նստած ինքը սկսեց աղոթել sense բարձր ու ինքը սկսեց աղոթել sense սա սամալյոտը ինչու սկսեց աղոթել բան sense պանիկա սկսեց բան ու կտրուկ sense պանիկան սկսեց էլի բայց լավ էր չմահաց այդ անգամ հա տենց ընդհանուր վերադարձանք Շուտ է դասում մեկի պանիկան փոխանցվեց բոլորին բանալի էլի հա բայց այնց ընտի ժողովուրդ էին տենց բոլորի sense շատ բաց շատ sense հավեսով բոլորի հետ Իսկ եթե լավ դու չես ճանապարհորդում կարոտում ես ճանապարհորդությունների մեջ ինչ է այսինքն ինչ բաց ես զգում որ այ հասկանում ես որ դա քեզ պակաս է այս պահին մի հատ Կարա ադրենալին լինի կարա մի հատ պահ է գալիս օրինակ որ գնում ես թանգարաններ որ մանավանդ այն Վատիկանում հա օրինակ մի անգամից է այդ պահը գալիս որ sense այն տպավորություններդ այնքան շատ են որ արդեն անզգայանում ես այդ դաժե ինչ որ անվանում ունի պրոստը այդ բառը չեմ հիշի բայց այնքան տարածված է ճանապարհորդական արդեն չես ընկալում այն ֆանտաստիկ գեղեցիկ Տիցիանն է 3 օրից հետո դու արդեն 3 օրվա թանգարանային տուրից հետո չես ընկալում ես այդ իսկականից կարոտում եմ այդ բանը որ արդեն ոնց որ բթանում ես այդ բանից ու երկրներ կան որտեղ այդ լինում է էլի որ ասես մուրաշկ է գտնում որ առաջ անգամ Սիքստինսկի կապելան տեսնում ես նույնիսկ ոչ ոք չի կարա էլի sense անտարբեր անցնի այդ գեղեցկության մոտով sense անցնում է մի հատ այդ էներգիան վրայով դեն ու ամեն անգամ որ տենց ինչ որ մի հատ լեգենդար բան ես տեսնում որը տեսել ես Իսկ օրինակ պատմամշակութային այդ կոթողներից վայրերից որն է քո համար ամենաֆավորիտը օրինակ ֆավորիտ 3 օրինակ կասես Դե հենց էս 16-յան այրեն ոնց ահա Sextinian Դա չգնա մեկը դա էր մեկը իմ համար դե շատ բաներ ոնց է պատկերացրել իսկականից փոքրուց մեծացած ելնես LBC ամեն ինչի վրա ու գնում ես այդ տունը ու որտեղ ինքն է թաղված է այդտեղ ու իր սախ ոսկե դիսկերի մի հատ առանձին շենք ա որ դու գիտես որ ինքը այդ մոլորակի ամենավաճառվող արտիստն է եւ այլն բայց այդ սախ ես տեսնում ես հասկանում ես այս մարդը ինչ հարեմ եկե տեսնում ես այդ շորերը որ միլիոն անգամ հայերեն տեսել ես էդ էլ էր տես մի հատ շատ sense որ քարանում ես էլի այդ ամեն ինչից Իսկ երրորդը էմոցիոնալ Դու մեկը դե օրինակ դե Վենեցիան որտեղ հիմա բոլորս հայերով գնում ենք զուտ սուրճ խմելու Իսկ ջրանցքներն ես սիրում Վենեսիա Քաղաքի գեղեցիկ նախ մատ արի խորանանք էլի ուրեմն խորանանք շուր 11-րդ դարում հա մենք նոր տարին ենք կակրաս ընդել 11-րդ դարում շո մարդիկ եկել են սկսել են տես փայտեր մխել ճահիճի մեջ հա հետո դրա վրա կառուցել են աշխարհի ամենագեղեցիկ շենքերը որպես նայում ես Չես հավատում։ Կա էլի էս մի հատ կտոր, որը արվեստի շեդևր չի, ասես որ Երևանում մի հատ է տես շենքներ, մենք իրար շուրջ ասես բան կանենք, էլի, հա, ու ընդ դա շատ է։ Ու այդ պահը էլի որ կանալն է անցնում ու դու հասկանում ես այդ ամեն ինչը ոնց է կառուցած ու որ ինքը այսքան դար միայն ամրապնդվել է Բայց ամեն տարի դու գիտես չէ որ ինքը 2 սանտիմետր հաջորդ տակ անցնում եւ 100 տարի հետո գիտնականներ ասել են որ վերջ քանի հնարավորություն ունեք գնացեք Վենեցիա Մենք Սուրբ Ղազարոս կղզի որ գնացինք այնտեղ Տեր հայրը պատմեց որ մի քանի անգամ այնքան էր բարձրացել որ ստիպված կոլեկցիան ինչ որ բաներ հայտնվել էին ջրի տակ բայց այնտեղի եղածը ասենք դու շոկի մեջ չես այնտեղ ինչեր կան Դե հետաքրքիր է ես շոկի մեջ ես որ այնտեղ կան գրքեր որ ուրիշ ոչ միտեղ մոլորակում չկան ինքը հազվագյուտ կոլեկցիա է ոնց որ մարդկության պատմության այդ նա շատ հետաքրքիր գիրք կա Կարլ Սագանի կոչվում է Կոսմոս Կոսմոսում ինքը պատմում է որ մարդկության բոլոր գիտելիքները կենտրոնացված են եղել Եգիպտոսի Ալեքսանդրիայի գրադարանում ու այդ գրադարանը այրվել է համարյա ոչինչ այնտեղ չի փրկվել այդ գրադարանից ու այդտեղ էլ է մի հատ գիտելիք, որը մարդկությունը կուտակել է, հավաքել ասես միտեղ ու ինքը էլ չկա։ Իրականում մենք մի քանի դար հետ ենք, հենց այդ մի հատ հրդեհի պատճառով այդ գրքում Սագանը շատ լավ բացատրում է, ոնց մեր պատմությունը մի քանի դար հետ ընկավ, այդ մի բարձ բանի պատճառով։ Այ Սուրբ Ղազարոսում գրքեր կան, որ ընդեղից են։ Ես նույնիսկ հիշում եմ, որ
վերջացրած անհավանական է, էլի, հա, դու որ նայում ես եգիպտական ինչ-որ բաներ կան, արաբական, ֆրանսիական, ամեն ինչ այնտեղ sense հավաքած է, կոմիտասի դիմանկարը կա, հա, դե Բայրոնը այնտեղ ստեղծագործել է, բայց այդ մի հատ հարստությունն է ողջ մոլորակի համար, ինքնին մինի Ալեքսանդրիա է, այդ ծավալի չէ, բայց ամեն դեպքում էլի որ ասում ես որ էս ինչ որ հայերն են արել ինչ որ Վենեցիայում Դա հայերը մենակ դա չեն արել, ինչ ավելացնեմ, ինչ կոմենտ անեմ, որ ասացին, որ երբ որ Նապոլեոնը հարձակվել է, հա, ու հենց Վենեցիայի վրա, ինքը բոլոր այդ փոքրիկ կղզիները գրավել է, վնասել է, ավիրել է եւ միակ կղզին Սուրբ Ղազարն է եղել, որ ինքը ինչ զբաղ այս թվում մի քիչ եղել, որտեղ դե հիվանդներ են եղել։ Հա, չէ, այդ հիվանդները չի բան եղել, որ իր գլխավոր գեներալներից մեկը հայ է եղել։ Ասել, այնտեղ գիտես այդ լեգենդների ինչքան է սկսած են մարքեթինգը էդի գնում է։ Ձիերից, որի պրթե Հայաստանից են վերջացրած Դե սկզբանե բորոտիով տարող մարդկանց են Դե դրա համար մեկն է թոմնա էլի։ Հա, մի 100 քառակուսի այլի։ Լավ, Նարեկ ջան, դու ո՞նց ես սիրում ճանապարհորդել ընկերներով, ընտանիքովդ, թե մենակ որպեսզի դու մնաս քո մտքերի հետ։ Մենակը այնքան վաղուց չի եղել իրականում։ Չեն թողում քեզ մենակ մտքերի հետ։ Ահա, որովհետև դե իրականում ժամանակը այնքան քիչ է, որ այդ հնարավորությունը լինում է, ասես ընտանիքի հետ ազգացնես։ Բաները նենց կազմակերպես որ համընկնի, իհարկե դա ընկերներովն էլ հրաշք, չգիտեմ, մենակն էլ հրաշք, ես բացարձակ այն որ չեմ բանանի, որտեղ մի վարքյան չես ձանձրանում էլի ցանկացած երկրում, ընդ որում չգիտեմ ինչ-որ Կырգызստանում էլ ես չեմ։ Ավելի շատ կոմունիկացիադ մենակի դեպքում ավելի կշատան է, որտեղ դու արդեն քո ժամանակը նոր ծանոթությունների վրա կօգտագործես։ Ես սիրում եմ իմ մասին խոսալ որպես ինտրովերտ։ Ես կարծում եմ, որ ես ինտրովերտ եմ, բայց օրինակ որ դուրս են գալիս կինս մի անգամից ասում է դու ինչ ինտրովերտ ես, դու էքստրավերտ ես, որովհետև ես բոլորի հետ սկսում եմ խոսալ։ Բայց հենց դու ես գալի չես խոսում։ Դե չգիտեմ, հա, նայ, բոլոր ինտրովերտները իրանք ունեն տենց սպլեսկեր, երբ որ իրանք ոչ ոք տենց 100% մի բան չի, էլի։ Ու հա, երբ որ դու մի քիչ շատ ես էքստրավերտ, դու սենց ուզում ես մի հատ այն որ գիրք կարդաս ու ոչ ոք քեզ չհանգարի։ Հա, բայց երբ որ դուրս եմ գալիս, իսկականից ես էլ եմ իմ մեջ նկատել, մի քիչ ուրիշ մարդ եմ դառնում, ում տանում եմ փողոցում հերթի մեջ ման սաղից sense բան եմ անում, շփվում եմ բան ու համել այդ կայֆն է, որ քեզ ոչ ոք չի ճանաչում։ Ինչը տենց Երևանում մի քիչ պրոբլեմատիկ է։ Իսկ Երևանում գնաս շփվես, դա այլ կերպ կընկալվի, հա։ Չէ, ոչ թե այլ կերպ կընկալվի, բայց հանգիստ ես զգում, էլի մի տեսակ, որ ինչ ուզում ես կարաս անես։ Իսպանիայում ինձ թվում է հաստատ եղած կլինես ու ֆլամենկոից ու սանգրիայից հետո ինչ մշակութային շոկեր ես ապրել Իսպանիայում։ Ամենաթույն մշակութային շոկն եմ ապրել։ Իսպանիա էլի գնացել էինք Բարսելոնա, որպեսզի Ironman անենք բան։ Քո սիրած մարաթոն։ Հա, Բարսելոնա ասեց ինքը ագին դուրս էր այդ Կայեի է մի հատ ինչ փուճուրիկն է ստեղծած, նյա հրաշալի գեղեցիկ, սիրուն մայակներով, բաներով։ Ու դե գնացել էինք մեր ընկերների տուն ու որ вообще ուրիշ տեղ էր ու հիմա ավտո ենք վարձել ու այդ մեր ավտոյով վերադառնում ենք որ առավոտյան մրցումն է ու մենք արդեն ամենավատ բանն ենք խախտել որ պետքա նորմալ քնես էլի իսկ մենք դες 12-ն է հələ ճանապարհին ենք բան ու սենց գնում ենք այդ վարձած մեքենայով ընկերս քշում է մյուս ընկերս է կողքս է մեկը դղք ու մթար դեն freeway-ն այլ շատ արագ ենք 100 քանիսից արագ են գնում ու սենց ինչ որ բանի հարվածեցինք ու սենց չհասկացանք ինչա բայց այնտեղ չես կարող կանգնես որովհետև դու այն արագ տեղն ես գնում միջև siest չունի դու պետք է գնաս բայց զգում ենք որ ինչ բան եք տանում սենց գնում ենք հիմա ոչ մի կիլոմետր է սենց անցանք բան արեցինք ու չգիտենք լե ինչ ենք խփել կանգնեցինք, չոնք sense դուրս եկանք, տեսնենք sense սաղ արյունա դիմացը, sense տպավորությունա, որ շատ սարսափելի բան ա եղել։ Հիմա ասում ենք, էսի երևի շուն էր կամ ինչ-որ այդպես մի հատ բան էր։ Ու հիմա sense բա ինչ անենք, բան, դե մեքենան է որ խփել ես, պետքա ոստիկանություն կանչես, որ բանը take care անի, էլի։ Ապահովագրությունը, ու հիմա մենք կանչում ենք բան։ Չէ, սկզբից մենք հա, ոչ հեռախոսում ենք, ոչ բան, մի հատ մարդ կանգնեց, իրան ասեցինք sense բան ա եղել, ասում է Էդի մեր բանն է, կաբանչիկներն են, խոզուկներն են։
ասում եք ինչ խոզուկներ, ասում է այս տարածքում, ասում է վայրի խոզուկներ են ապրում, իրանք դες փոքր են, բայց պնդոտ, ու իրանք բարբերաբար վազում են այդ բանով, ու այդ ինչ որ մեր հետ եղել էր, բարձում է շատ ամեն օր լինում է, Ինչ-որ մեկի հետ լինում է այդ խոզուկի պատմությունը։ Խնդիր չի, հեսա ոստիկանությունը կգա։ Իմը կանչեցին ոստիկանություն։ Այդ ոստիկանությունը եկավ իսպաներենս վերջապես իրար բան եղավ, ցուցմունք տվեցի, սաղ բացատրեցի։ Հա, իրան ոստիկանությունն է ասեց, հա, դի խոզուկներն են բան։ Սկսում պատմել, ասում ժամանակին գայլեր բերեցինք, որ խոզուկները քչանան, հետո գայլերը քչացան, խոզուկները շատացան, ասես, հավես շփվում ենք, բան, շատ գեղեցիկ կին ոստիկաններ։ Խոզուկների դեմ են պայքարում, հա, բնակիչները։ Ոչ մեզ ոստիկաններ ասցին, մենք կանչեցինք այդ, որ կգա ձեր մեքենան կտանի, ձեզ էլ տաքսի կանչեցինք, պատկերացնում ես ինչ։ Հոգատար ոստիկանություն, ու սրանք գնացին։ Հիմա մենք կանգնած սպասում ենք, որ արդեն պետք է գան մեր տաքսին այս բանը տանեն, մեկ էլ ուրիշ ոստիկանություն է գալիս։ Ու մենք ավտոյի մեջ ենք նստած, բավականին ցրտոտ է, էլի, գիշերվա 1-ն է արդեն։ Ավտոյի մեջ նստած ենք, այս ուրիշ ոստիկանությունը որ եկավ, մենք մտածում ենք դե եւ ինչ որ նրանց հետ կապ են տվել բանմա։ Ու հիմա ասած եկել են դուրս ծայցում են, բան ես պատան իջացրեցի, ինքերս ասում եմ, հա, ձերոնք տիպը արդեն եկել եմ, մենք ցրում ենք այս ոստիկանության, ասենք, չէ, մի հատ դուրս եկեք։ Օր ասում եմ, Էսրան կողո չգիտեն էլի, հիմա իրանք նայում են, արյունոտ ավտոյա, մեջը նստած են մարդիկ, որ իրանք ծրում են, ասում են նորմալ է, տիպը գնացեք էլի, ու արդեն սս ձեռը տարավ զենք են, բան, դուրս եկեք, ասում եմ, եկեք դուրս գանք, դուրս եկան, երկրորդ անգամ մեր սաղ պատմությունը պատմեցին, հա, բան, բայց իրանք համար տարօրինակ է, էլի, այս ովքեր են, որ չեն մի հատ ուզում լսեն ոստիկանությանը, ու մեկ էլ այդ շատ կեն որ ասում ենք Եվրոպա, որ sense միաժամանակ եկավ եւ տաքսին Եվ այդ մեքենան sense բանարեցին տարան, մի կոպեկ դրա համար չենք վճարել, որովհետև ամեն ինչ ապահովված էր, ու համել հայել այտենց թույն սերվիս էր էլի, որ ոստիկանություն sense եկավ, սա կազմակերպել։ Դա խոր պատմություններ, բայց հետաքրքիր նոն ավարտունեցա։ Ես ասում եմ։ Քո պատմությունները որ պատմություններ չկան, հա, միշտ այդպես որ տարօրինակ բան լինում է։ Իսկ հետաքրքիր է, որտեղ հարցնում են, որ ազգի հետ են քեզ նմանացնում, ինչ ազգ են քեզ տալիս դրսից։ Դե Իսպանիայում այդպես լրիվ լոկալի Իտալիայում էլ, հա, լոկալի տեղ է գնում, բայց դեն մնացած երկու արաբական երկրներում էլի լոկալի տեղ էին։ Դե իսմա չէ, այտենց հակու կապից մեզ է այտենց թվում, որ հակու կապից լավ էլ երևում է, որ տեղացի չի, բայց օրինակ Գերմանիայում ակնհայտ թուրքի տեղ են դնում էլի, որտեղ ուր մտնում էր, մեկը հետո այնտեղ շատ են թուրքերը, սկսում են ինչ-որ բաներ խոսալ, ասում են, չէ, այդ ձեր բանը չի, հա։ Ամենատարօրինակը, որ փոքր էի, այնց մեջս տպավորվել էր Մոսկվայում ինչ որ հյուրանոցում լիֆտ էի, մենակ էի ինչ որ նստել ու ինձ բան ցիգանի տեղ էին դրել։ Դե դու չէ՞ մայ հիշում եմ, դե։ Վիրավորվածություն էի զգացել։ Չէ, ինչի՞ դες վիրավորվածություն, բայց տարօրինակ էր էլի, որ ես հայ եմ, ոնց դակն հայ չի էլի, բայց դե հա, մենք քիչ ենք։ Իսկ կա մի երկիր, որ քեզ շատ է դուր եկել, բայց ասես այստեղ հաստատ ես չեմ ապրի։ Բայց քեզ շատ է դուր եկել։ Դե ինչ միջև որոշակի պահ դա հենց ամերիկան էր, որովհետև դե տենց համայն հայության երազանքն այնտեղ բան ուներ, բայց ինձ տենց չէր ցկում էլի, բան։ Ես այնտեղ ախր համ դեն Լոս Անջելես, Գլենդեյլ այդ վիճակներն եմ, բայց ես այն իսկական Ամերիկայում եմ էլի ապրել փոքր նահանգում Նյու Հեմփշիր, որտեղ այդ փոքր քաղաքներ են, որ պատմում որ խոհարար էի աշխատում, ու դա շատ տարօրինակ բաներ էր, ինքը երկու փողոց էր։ Իտալիայում չէր խոհարար աշխատում։ Չէ, Իտալիայում ես կաշխատեի խոհարար։ Կաշխատեի։ Ու վրա ասում ես ինչ կանեի, հա, բայց այնտեղ այդ փորձն է սիցիլիացիների հետ մենք սա օրը տենց բան ենք, Italian բաներ ենք սարքում, ու ինքը sense անտարի մեջ երկու փողոց էր։ Շատ փոքր քաղաք ու մի անգամ դες հեծանիվով էի գնում գալիս գործի ու ժամին այտենց դուրս եմ գալիս շատ ուժեղ անձրև է մի 4 կիլոմետր պետք է քշեմ էլի հեծանիվով այտենց գնում եմ տուն այդ sense լրիվ դե ջուր եղա բա մեկը sense ինչ որ պահի հա ու այդ բանում այդ էսը կարևոր բանն է լոսեր կան լիք այդ բան ինքը այտենց ոնց որ տեղի կալորիտն է էլի որ իրենք տեղի խոզուկներն են գիգանտսկի են իրանք էլի այտենց 200 կիլոյանոց բանս ու այս անձրևը sense գալիս է ու այս մի աչքը sense արցունք սկսեց լսվել sense ինչ որ բան sense թթվայինություն կա էլի մեջը արդեն չեմ տեսնում մի աչքով մեկը երկրորդ աչքի կապ ու ես բացարձակ կույր գիշերվա մեջ այդ միակ ճանապարհի մեջով որտեղ անտառ է երկու կողմը sense հեծանիվով գնում եմ որ հասնեմ տուն
Գնալ ընթացքում եկե հետևից լսում եմ ձայները։ Ու ես մտածում եմ դե երևի լոսն է, որտեղ ձիունով է գժվել բաց տոնի, մնում է ինքը։ Ու սկսում եմ այն որ ինչքան ուժ ունես պեդալ կտաս, ու ես լրիվ ես աշկերս ես մռմռմա քորա գալիս, ոչ մի բան չեմ տենում, սա արցում, ու դες ինչ որ հրաշքով ինձ թվում է լոսից, մենք դա ստուգելու էր ոչ մի բան, ես պոկվում եմ։ Ու հասնում եմ տուն, բայց ես մտնում եմ տանտերը sense հանգիստ լրված ասում եմ, ես ինչ ասում եմ, անձրև եկավ, ոչ մի բան չեմ տեսնում։ Ասում եմ, it was an acid rain, այդ կիսլոտնի դոշտ։ Ասում եմ, ինչ հրաշքում կիսլոտնի դոշտ։ Մենակ կինոներում եմ միջև այդ լսել այդ բանը։ Ասում եմ, մեր մոտ ասում եմ, 1-1 ամպերը եսին որտեղից գալիս են, այդ որտեղ տենց զավոդներ է բանը։ Ու այդ անձրևը թափում է։ Ես հիմա կկորանամ, ասում եմ, չէ, գնա սարաջրով բան աշկերտ լավ, բան։ Ուզում եմ ասում, համենայն Ամերիկան եմ տեսել, հա։ Դե ինքը դες գիտես են որ ամեն ինչ sense են հարմար թամբալ ապրելու համար է ու այդ ճանապարհներ sense էսկոմ ենկոմ մի քիչ ոնց որ այն կյանքը չի, որը Դու պատկերացնում ես, հա։ Բայց մյուս կողմից այն մասնագիտությունը, որով ես զբաղվում եմ սցենարիստական, եթե դու դրանով ես զբաղվում, այդ է այդ քաղաքը, էլի։ Այդ ամենը Լոս Անջելեսում, անգամ եթե դու Ամերիկայում ինչ որ ուրիշ տեղ ապրես, Նյու Յորքում լինի, թե չգիտեմ, Յուտայում, դու պետք է գնաս Լոս Անջելես, որպեսզի դրանով զբաղվես։ Ոնց որ այդ առումով երևի եթե մի օր ինչ որ բան լինի, որ ասենք դուրս որտեղ ես անգլերեն փորձում եմ պրոյեկտներ կազմել ու տենց առաջ տանել, եթե դրանցից մեկը լինի, հա, կարող է այնտեղ ինչ որ ժամանակ ապրեմ, որպեսզի դրանով զբաղվեմ։ Հիմա էդ է դրա բանը, էլի, այդ քաղաք ոնց որ մոդան Ֆրանսիայում է, սցենարն էլ Լոս Անջելեսում։ Ինձ մոտ մի հատ հարց առաջացավ, եթե դու մի օր որոշեիր, որ դու սցենարիստ ես, ինչ կլինեիր։ Տան։ Ինձ այնքան դուր է գալիս այդ ամեն ինչը։ Դու լավ պլան B-ն ես դա իմ մոտ տեսական չի, ես աշխատել եմ այլ ոլորտում էլի, միջև մենք սկսեցինք հաղորդումը։ Իսկ դու տուրիստական բիզնեսում էլ աշխատած կլինես։ Ինչ, այդ զգացես, հա։ Okay, իմ երկու ծնողներն էլ եղել են այդ բիզնեսում։ Պապան Մոսկվայում ընկերություն ուներ, մաման էլ ավելի ուշ Երևան 97 թվականից բացեց իր ընկերությունը, այստեղ Mark Travel Edge կոչվում, հիմա այլևս չկա ու դպրոցից հələ միշտ օգնել եմ Տուրփաթեթներ վաճառել ես։ Տուրփաթեթներ թարգմանել եմ սկզբից, վաճառել եմ։ Թարգմանել եմ սկզբից, հետո պապայի հետ գնում էի ցուցահանդեսները, որտեղ տենց ինչ որ պատմում էի բան այդ ամեն ինչը, եղել է որ տենց ինչ որ կլիենտներ եկե դուրս են եկե, ես եմ ինչ որ պատմել կլասիկիչեսկե Իտալիա բան, հա, տենց շատ եմ ինչ որ բաներ արել։ Դե քեզ մոտ հաստատ լավ կստացվի։ Չի որ իմն է, էլի, չգիտեմ։ Իմ մոտ լավ է ստացվում, որ մարդ է գալիս դրսից Սենց պատմել ցույց տալ Երևանը բանման, ասում են լավ է ստացվում, բայց ուզում եմ ասում, ես լրիվ ուրիշ ոլորտի աշխատանք, տենց միջազգային կազմակերպություններում աշխատել եմ USAID ոնց սենց ինչ-որ բաներում ու հիմա այնքան իմը չի էլի, սենց հենց հնարավորություն եղավ ոնց որ ստեղծագործական բանով զբաղվել, իսկ ազատ է քո գրաֆիկը։ Դու քո Նես չի ազատ է, ես կասեմ, YouTube-ը, մեր ընդհանուր YouTube-ը ինքը ամենավատ գործատունն է։ Հա, ինքը իր այդ նախ չես կարա պայմանավորվես արձակուրդ վերցնես, էլի, որ Ես ամառ ուզում եմ արձակուրդ վերցնեմ, չի կարելի։ Քո տնորեն YouTube-ը քեզ թողում է դու բան անես, էլի, քո ամիսների բանը, մեկ է կոտրես, էլի, որտեղ ինքը, հա, ինքը քեզ որպես ստրուկ է նայում, դու պետք է իրան այսօր է այս ժամին ստաբիլ 10 կոնտենտ է, եթե չես տալիս, ինքը սկսում է քեզ պատժել, բան։ Վախեցնում ես։ Այդ առումով, հա, դա ինքը տենց է, էլի, նույնիսկ օգոստոսը որ գալիս է, երբ որ նու հիմա չէ, բայց կային տարիներ, երբ որ օգոստոսին իսկապես ոչ մի բան չէր կատարվում, որի շուրջ կարաս հումոր անես, ու գնում էինք արձակուրդ հանգիստ։ Հիմա, օքեյ, նենց է կատարվում, բայց մարդ ես, չէ, ուզում ես դու հանգստանաս, բայց չգիտեմ, էլի, օրինակ հեսա մոտենում է, ոչ մի պլան չունեմ, էլի, ինչ ենք անելու այս օգոստոս, անցած օգոստոս, էլի, տենց լայվ շոուներ էինք անում, նկարում էինք։ Մի խոսքով ուզում եմ ասեմ, թվում է թե ազատ ես, բայց ինչ որ բաներ կա, որ պարտավորված բաներ կա։ Ֆիլմեր կա, որ հիմա գրում եմ, բան կա, ստենդափ ենք նոր գրում, որը տենց շուտով կհանձնենք։ Էլ ինչ կա։ Մի խոսքով էլի, sense մեր Spin Ideas Agency այդ ամենօրյա աշխատանքը եւ այլն,
Խոսքով ունեցա որ առանձնապես չես դպրտել, այդպես գնաս։ Ես որոշեցի մի ամիս գնամ Թայլանդում ինչ-որ պարկեմ։ Ես մեկնես Դուբայ, որովհետև Դուբայ ամենամոտ ուղղությունն է, ու Կոստասին ամենալավ եղանակն է, եթե։ Գնացինք Քրիստինա Ագիլերայի համերգին բանում Աբու Դաբիում։ It is fantastic experience էր էլի ու իսկապես շատ մոտ, հա, դե ինքնս երևի այսօրվա լավագույն վոկալիստներից, հա, բայց ամեն ինչ էլի ոնց էր կազմակերպված բան, լավ ձայն էր, որովհետև մենք Հայաստանում չունենք տեղ, որտեղ լավ ձայն կարա լինի, այնտեղ գնաս լավ ձայն է։ Մի խոսքով տենց էդ էլ շատ բան է, որ մի քիչ թեթևացել այս ամեն ինչը, կարաս նաև գնաս համերգների, հա։ Թեկուզ մի քանի օրով գնաս համերգների գաս։ Օրինակ անցած տարի պիտի գնայի AC/DC համերգին, բայց վերջի պահին չստացվեց ու տենց հիմա շատ ափսոսում եմ էլի, որովհետև տենց ինչ որ արտիստներ կան, որ ես կարող եմ իրենց վերջի շրջագայությունն է բան, մտ հասցնես էլի, ասես։ Շատ է, որ Միացյալ Արաբական Էմիրություններում էր, այնտեղ շատ շքեղ է։ Կա մի բան, որ ասեցի դելով, էսի too much է, էլի շատ է, էսի համահանել են, թե սա ներդաշնակ էր։ Ոսկին տենց դուր չի գալիս։ Դերս մոտ շատ շքեղ ամեն ինչ։ Հա դե ինչ որ ավելորդություններ, թե կա ավելորդություններ։ Էդ էլ կա, բայց մի ճաշակովն էլ կա։ Օրինակ նույն այդ Աբու Դաբիի Լուվրը ինքնից մինիմալիզմի մեջ է արած։ Բայց ասել որ Լուվրը հետ ընդհանրապես կապ չունի ինքը։ Դե ինքը ուղղակի վարձակալել է այդ ամենը։ Բրենդը։ Մի քանի տենց համաշխարհային տենց շեդևր կար։ Հա, նենց հիմնականում դե իհարկե չէ, բայց ուզում եմ ասեմ իրանք հասկացել են էլի, որ այդ ճոխությունը չի բան, այլ մինիմալիզմը ավելի աչք շոյող է, պլյուս այդ հենց իրենց մշակույթի մասն է այդ մինիմալիզմը բան, այնց որ այնց աչքին շատ հաճելի էր, էսթետիկ հաճույք դրանից ստանում ես էլի։ Շատ լավ, իսկ որն է քո հաջորդ ճանապարհորդությունը, պլանավորել ես արդեն։ Լսի, դե եթե անցնեմ Լոնդոնը, կգնամ վազելու Լոնդոնում։ Եթե Լոնդոնը չանցնեմ, Օմանում ծովեապին պարկելու։ Հա, այդ նոր ուղղությունն է, որտեղ Դուբայում երկու անգամ արել եմ։ Այնտեղ արդեն ինչ կարելի է փորձել, փորձեցինք, այնտեղ էլ կա այդ տրիաթլոնը, որ Օմանում կարելի է փորձել, այնպես մոտակա։ Մեկ էլ էլի տենց չգիտեմ կստացվի թե չէ, Կիպրոսում էլ եթե հասցնեմ տես նոյեմբերին ընդեղ էլ կվազեի, հիմա բոլոր քո տրիփերը վազելու հետ է կապված։ Դե այդ մի օրը վազում ես, բայց արդեն եկել ես դրա խաթր, չէ, մնացածը ֆրուն ես մանես գալիս, այնպես որ բան է էլի։ Հիմա կոնկրետ տենց ոնց որ մարզվելով տենց գնում եմ, որ կարող եմ նոյեմբերին Կիպրոսում վազեմ։ Հասկացա։ Լավ, իսկ ում ես պատկերացնում որպես մեր հաջորդ հաղորդման հյուր։ Ում կհրավիրեիր։ Ո՞տ տենց հայտնի, որ ճամփորդում է։ Ու հավես պատմություններով կկիսվի։ Արտյոմ Երկանյանին, օրինակ ինքը մեր հաճախորդն է։ Մեր հաճախորդն է, այո։ Այ իրան կանչի, թվում է ֆանտաստիկ լիքը պատմություններ ունենա, բոլոր հայերին տեսնել է, չէ՞, դեմքերով տարբեր տեղերում, հա։ Էդ էլ է, ասի հայ ելնելու այն կայֆերից մեկն է, որ դու ինչ-որ մի հատ անհավանական տեղ ես հայտնվում ու այնտեղ հայ ես տեսնում։ Էդից ես միշտ շատ հայ ես ախպերջան, հայ եմ։ Այն չեմ ասում էլի, տենց Մադրիդում հա սա հայ էին, ինչ-որ բարբերաբար դու ինչ-որ հայեր ես տեսնում էլի, հա, դե հեչ, հա, բայց երբ որ դու ինչ-որ Ամերիկայի այդ հարավում ես, որտեղ հայ չի ապրում, կամ էլ որտեղ է շատ սյուր տեղեր էլի, որ այդ հային տեսնում հավես է էլի, հələ դա Ֆինլանդիայում էլ կարող է պրինցիպի տեսնել, ինձ որ ճանաչում են ավելի շատ եմ հասկանում, որ այս մարդը հայ էր էլի, որտեղ տենց ինչ-որ խոսում ենք բան ենք անում, բայց այդ որ անսպասելի տեղում հայը, այդ ամենահավես հայն է։ Հասկացա։ Նարեկ ջան, պատրաստ ես բլից հարցերին։ Ես քեզ համար պատրաստել եմ դե քեզ սազող հումորային հարցեր, հուսով եմ կգնահատես իմ չարչարանքը։ Պատրաստ ես, ես չգիտեմ այս պահին ինչ պետք է ասեմ։ Չպատրաստ չեմ, բայց սկսի։ Շատ լավ։ 1 ճամպրուկ, թե 2 ճամպրուկ ու լամինատ։ Շիֆեր։ 1 ճամպրուկ։ Ես էլ լրիվ մինիմալի վրա ճանապարհորդողներից եմ։ Թեյնիկ միացնել հյուրանոցում, թե անապատային տուր 2025 թվականի ուխտերով։ Անապատային տուր միանշանակ, այնտեղ թեյնիկով ձեզ համար պատրաստվում են թեյ ուխտի կղանքով։ Սա բլից հարցեր էր, բայց լավ անցանք։ Փորձում եմ ինֆո բանել։ Անպայման փորձակ է թեյը։ Շատ լավ։ Դուբայ, Լոնդոն, թե Հանքավան։ Լոնդոն։
Գիդով ճամփորդել, թե ինքդ քո սցենարով։ Ինքդ քո ես այդ գիտը տենց image։ Okay, business դաս, թե էկոնոմ դաս, բայց պատոհանի մոտ։ Business դաս։ Ճամփորդություն առանց Wi-Fi-ի, թե Wi-Fi առանց ճամփորդության։ Առաջինը։ Քաղաքական trip, թե ճամփորդական sitcom։ Ճամփորդական sitcom միանշանակ։ Okay, Google Maps, թե հարցնենք մի տեղացու։ Հարցնենք մի տեղացի։ Okay, եւ վերջին հարցը, հայտնի հումորային որ դերասանի հետ կճանապարհորդես։ Էդի Մերֆի հետ ճանապարհորդություն դեպի Ամերիկա։ Լավ, Նարեկ ջան, իսկ վերջում մի խորհուրդ կամ նախադասություն կյանքի ճանապարհի ու հումորի հետ կապված։ Մի նախադասություն։ Ձեզ թեթև վերաբերվեք, երբ որ ինքդ քեզ ես թեթև վերաբերվում, ասած ամեն ինչի վրա դա տարածվում է։ Ու մեկ տենում ես, մարդիկ հյուրանոցում են որ կռիվ են անում։ Մեր մոտ պետք է լիներ sense, բա մի քիչ ձեզ թեթև վերաբերվեք ու ցանկացած ճանապարհություն ավելի հաճելի է լինելու։ Չէ՞ դա հետի հետ լուջիկ վան պաճանոցը, չէ՞։ Մենք Թեթև։ Սիրում ենք լի ծանրացնենք մենք մեկ չէ, տես կան տես մեր ժողովրդի մեջ շատ մարդիկ որ ոնց ես եկել եմ ու չգիտեմ, էս ստեղ չի, հա կամ ինձ պետքա նախաճաշ բերեիք չբերեիք, թեթև։ Իսկ եթե տենց եղել է, ուղղակի իրավիճակը ավելի թեթև ընկալել։ Շատ լավ, Նարեկ ջան, քեզ շատ մերսի։ Ես եմ շնորհակալ, շատ հետաքրքիր է ցաղ վերհիշել, քեսնա չեմ հիշում արդեն։ Կնայես ոչինչ ոդկասթի ժամանակ։ Բա չենք ասում բաժանորդագրվեք։ Ստե կետե վերջում կնայեմ, կասեմ, հա։ Կամ ես որպես բան, Դավայ դες։ Ահա։ Ամենակարևոր մասը Լիանան մոռացավ եւ սկզբից եւ վերջից բաժանորդագրվեք այս ալիքին։ Ինչա դա տալիս։ Նախ դուք բաց չեք թողնում Լիանայի ոչ մի թողարկում։ Լիքը գժանոց տպավորություններ, էմոցիաներ եւ ինֆորմացիա եք ստանում բոլորովին անվճար ու ալիքը աճում է, զարգանում է, ինչը մոտիվացնում է, չէ՞ քեզ։ Շնորհակալ եմ քեզ Նարեկ ջան, բայց ես նաև դեսարանին եւս մեկ անգամ հիշեցնեմ մեր կարևոր արտահայտությունը, որ այն գումարը, որը դու ծախսում ես քո ճանապարհորդությունների ընթացքում, հարստացնում է հենց քեզ։